Բարև ձեզ։ Բարև։ Կներեք համոն տանը չի։ Չէ։ Կներեք, իսկ դուք ով եք։ Ես Նորան եմ, բա դու ով ես։ Անունս Լիզա է։ Լիզա։ Ասում ես ինչ գործ ունես այդտեղ Լիզա։ Ճիշտն ասած, եկել էի համոյին տեսնելու, բայց եթե տանը չի, կարող եմ գնալ։ Չէ, Լիզա ջան, մի գնա, արի ներս։ Դուք համոյ ինչն եք։ Ես համոյի քույրն եմ։ Քույրը։ Նման չենք, չէ։ Չէ։ Գիտեմ, շատերն են տենց ասում։ Լավ, արի ներս, շեմին կանգնելը լավ նշան չի։ Ուշ կգա համոն։ Չգիտեմ երբ կգա, բայց ուշ հաստատ չի գա։ Արի ներս, Լիզա ջան։ Լիզա ջան, դու անցի նստի, ես կոֆե եփեմ։ Կամ նստեմ միասին նորմալ ծանոթանանք զրուցենք, հա։ Կոֆե խմում ես, չէ։ Հա։ Աչքիս ես այն լկտին, որի հետ համոն դավաճանել է ինձ։ Ինչ էլ ճիշտ ժամանակին եկար Լիզա ջան։ Ես էլ պարապությունից արդեն սկսել էի ձանձրանալ։ Տեսար, ես էլի պարտվեցի։ Դու ինտերնետում այնպես արեցիր, որ ես հաղթեմ։ Չէ, բալես, ես իրոք քեզնից շատ ավելի վատ եմ խաղում։ Մաման ասում է, որ դու նրանից ավելի լավ ես խաղում թենիս ու բիլիարդ։ Հա, փաստորեն մամատ խոստովանել է, հա։ Հա, բայց քո մոտ չի ասում, որ չոգևորվես։ Վերջացրել եք։ Հա, ինչ ես հարցնում։ Որ բարձրանանք խաղասենյակ, մի քիչ էլ ես խաղամ, իսկ դու գնաս պապային օգնես։ Ախր ես խորոված անել չգիտեմ։ Ու չեմ կարող պապային օգնել։ Խորոված անել ես էլ չգիտեմ, անի, բայց ինչով կարողանում եմ, պապային օգնում եմ։ Դու լավ ես օգնում, Մարիամ պապային, նենց որ գնա ու շարունակի օգնել։ Լավ, վերջ, չեն կռվում։ Դուք խաղացեք, ես գնամ Դավիթին օգնեմ։ Չէ, մորքուր, ես Մարիամի հետ շատ եմ խաղացել, ուզում եմ մի քիչ էլ քո հետ խաղամ։ Լսի այլ լկստված ճուտիկ։ Հո ամեն ինչ քո ուզածով չի լինելու։ Ամեն տան մեջ էլ փոքրի ուզածով է լինում։ Հա, բայց բացառությամբ էս տան է, որովհետև այդպես չի կարող լինել։ Դու ու Մարիամը զույգ երեք։ Հա, բայց Մարիամը ինձանից մեծ է։ Ո՞վ է քեզ տենց բան ասել, անի։ Ոչ մեկ էլ չի ասել, ես եմ տենց զգում։ Բայց դու շատ շուստրի ճուտիկ ես։ Երբ քեզ ձեռատալիս մեծն ես, երբ ձեռատալիս փոքրը։ Ես ընդհանրապես չեմ ասել, որ ես մեծն եմ։ Ասել ես։ Հիշեցնեմ։ Չէ, ես ուզում եմ քո հետ խաղամ։ Մարիամ ջան, գնա օգնի, հա պապային, ես կրակից վախենում եմ ու կարող է միամիտ ձեռքս վառեմ ու լավ, ես կգնամ պապային կօգնեմ, մենակ մի նվնվա։ Մորքուր ջան, գիտես չէ, ես իմ բոլոր քուրիկներից ամենաշատը սիրում եմ Մարիամին։ Ինչի դու քանի քուրիկ ունես։ Վայ մորքուր, չես հասկանում, որ կատակ եմ անում։ Լավ, դե ես գնամ պապային օգնեմ։
Երբ խորովածը պատրաստ լինի, ես ես կկանչեմ։ Գնանք շարունակենք խաղը, մաշկոր։ Լավ, գնանք։ Բայց ես այս անգամ ուժեղ եմ խաղալու, որ դու պարտվես ու ինքնակամ գնաս Մարիամին փոխարինելու։ Ես չեմ պարտվի։ Լավ, գնանք։ Գնացինք։ Տեսնես ես աշխարհում քո նման անուղեղ երկրորդը կա թե չէ։ Ինչ այ կնիկ։ Ինչ պետք է լինի։ Սրտի դեղը խմում ես ու սկսում ես իրար վրայից ծխել։ Ես կարդացել եմ, որ ծխելը վնաս չի սրտին։ Վնաս չի։ Այնքան ծխի, որ մինչև սիրտդ լավանա։ Էլ բան չունեմ ասելու։ Իմ սիրտը ծխելուց չի վատանում։ Իմ սիրտը մտածելուց է վատանում, մտածելուց։ Ու հետաքրքիր է ինչ ես մտածում այդքան Ռուբեն։ Կասես։ Մտածում եմ, թե ես անելանելի վիճակից ոնց դուրս գամ։ Հետո օգուտ տվեց այդ մտածելդ քեզ։ Չի տվել, բայց ուր որ է կտա։ Ռուբեն, ուզում ես գիշերը մտածի, ուզում ես ցերեկը մտածի, ուզում ես ամեն վայրկյան մտածի։ Մեկը ոչ մի օգուտ չի տալու այդ քո մտածելը։ Չես հասկանում։ Ամբախ խոսալու փոխարեն մի քիչ է դու մտածի, ոչ թե վրես ծիծաղա։ Ես մտածելու բան չունեմ, ես առանց մտածելու էլ գիտեմ ինչ պետք է անենք։ Ինչ։ Ասեմ, որ դու էլ գիտես, թե ինչ պետք է անենք, ուղղակի այդքան տղամարդկություն չունես, Ռուբեն։ Այս ոնց որ արդեն քո համար լավ չի լինելու։ Ուշադիր եղի։ Լավ։ Ուրեմն ես կասեմ։ Դու ահագին, այսինքն մոտ 20,000 փող ես պարտվել, ճիշտ է։ Ճիշտ է։ Ու դու գիտես, որ այդ գումարը չես կարող ջարել, ճիշտ է։ Ասենք թե դա է ճիշտ։ Ճիշտ է։ Դե ուրեմն գնա այդ մարդկանց մոտ ու ասա, որ չեմ կարող վճարել այդքան բան։ Դու լրիվ գժվել ես։ Դրանք կտան իսկ սպանեն, աղջի։ Ռուբեն ջան, չեն սպանի, պարզապես կծեծեն, կգնաս Լյովայի կողքը հանգիստ կպարկես։ Սովորմյա տվել եմ, կեթաց Լյովայի կողքը դու կպարկես։ Շնորհք։ Ուրեմն ուզում ես, որ ինձ ծեծեն։ Չէ, Ռուբեն, չեմ ուզում ծեծեն։ Պարզապես ես հասկանում եմ, որ ուրիշ ելք չկա։ Կա։ Դե ասա։ Ինձանից խելոք մեկը մի խելոք բան ասե։ Զարմանալի է, Ռուբեն, քեզանից խելոք մարդ կա այս աշխարհում։ Դե հերիքա ձեռ առնես։ Դե ասա տեսնեմ ով է այդ մարդու ինչ է ասել։ Ու այդ խելոք մարդը ասել է ցանկացած անելանելի վիճակում երկու ելք կա։ Դե զանգի այդ մարդուն ու հարցրե ելքը որն է, Ռուբեն։ Զանգելու կարիք չկա, ես դրանցից մեկը գիտեմ արդեն։ Հա, ես էլ եմ շատ լավ հասկանում։ Տունը վաճառել է, չէ՞ Ռուբեն։ Երբեք ես թույլ չեմ տա, միայն իմ դիակի վրայով, Ռուբեն, հասկանում ես։ Միայն իմ դիակի վրայով, Ռուբեն։ Ոնց որ ասեց իմ կինը, ես հիմա ծխելա վերջացնում եմ, անում եմ ընենց, ոնց որ իմ կինն է ասել։ Այսինքն Ռուբեն։ Գիտես շատ սիրուն անուն ունես, Լիզա։ Քեզ էլ շատ ասազում։ Նորա, ձեր անունն էլ է շատ սիրուն։ Ես մի հատ աղջիկ էի ճանաչում, քոպես սիրուն, ջահել։ Անունը Լիզա էր։ Ինքը կապվել էր մի հատ ամուսնացած տղամարդու հետ։ Դու սուրճ տխմի, որ չսառի։ Չէ, ես սառն եմ խմում, դու շարունակի։ Այդ տղամարդը մի դաժան կին ուներ։
իրոք շատ դաժան տիպ էր։ Իմացել էր այդ սիրուն մասին, գտել էր այդ աղջկան չգիտեմ որտեղից ու ինչ ասես ասել էր։ Վերջ։ Դրանից 2 օր հետո Լիզային կամրջի տակից մեռած գտան։ Բայց վատ պատմություն էր։ Իհարկե վատներ, բայց դե դու մի անհանգստացի, դու էլ հո ամուսնացած տղամարդկանց հետ չես կապնվում։ Իհարկե ոչ։ Համոն ամուսնացած չի։ Դու համոյ ընկերուհին ես, Լիզա։ Մտածեցի արդեն գլխի ընկած կլինես։ Դե մի քիչ կասկածում էի։ Իսկ դուք վաղուց եք իրար ճանաչում։ Մեկ ամիս կամ մի քիչ ավելի շատ։ Իսկ որտեղ եք ծանոթացել։ Ակումբում։ Գիշերային։ Չէ, սովորական ակումբ էր։ Համոն ինձ մի հատ աղջկա մասին էր պատմում, որ շուշուտ գալիս է այս տանն ամնում։ Ուղղակի անուն չէր ասել։ Այդ դու էր, հա, երևի։ Երևի չէ, հաստատ։ Այդ ինչ է ստենց վստահ։ Դե, որովհետև չեմ ուզում մտածեմ, որ Համոն ինձանից բացի ուրիշ աղջիկ էլ կար այս տուն բերի։ Ինչ ես խոսում, Լիզա ջան։ Իմ աղբերը, եթե մեկին սիրում է, երբեք չի դավաճանի։ Քեզ ասել է, որ ինձ սիրում է։ Քեզ չի ասել։ Ինձ շատ է ասել, ուղղակի չմտածեցի, որ քրոջն էլ ասած կլինի։ Լիզա ջան, ինչ ես խոսում։ Ես ու իմ աղբերը իրար հետ այնքան ազատ ենք, չես պատկերացնի։ Շատ լավ։ Բա ձեր մաման որտեղ է հիմա։ Մեր մաման։ Հա, Համոն ասել էր, որ իրեն իր մաման է խնամում։ Այստեղ։ Մաման է խնամում, հա։ Հա, ինչի տենց զարմացար, որ Մաման գնացել է։ գյուղ։ Հա, գյուղ։ Հիմա ես եմ իրան խնամում ստեղ։ Դու են ասա, Համոն ոնց է իրան զգում, ոտքը լավանում է։ Այդ ոդքի մասին էլ դու գիտես ամեն ինչ։ Բայց ինչի չպետք է իմանայի։ Դու խմի, արդեն սառել է սուրճդ։ Լավ։ Խմեմ վերջացնեմ, բայց հարցից պատասխանելու ես։ Անպայման Լիզա ջան, իհարկե։ Էս ոտից ցավը արդեն զզվացրել է, շեֆ։ Արագասա, գնա հանգստացի։ Քերոփի տեղն իմացա։ Գիտեմ ինչ անում։ Ուրիշ տղերքի հետ նստած քեֆ է անում։ Առանց Դավիթի։ Հա։ Էն որ ասել էի մեկը կա, որ պետքա հետևի։ Դավիթին հետևելա ու տեսելա, որ ինչ որ կիսարուս մեկին է հանդիպել Դավիթը, պայուսակով բանա վերցրել ու գնացել է տուն։ Ու այսօր դժվար էլ տանից դուրս գա։ Ինչի։ Տան բակում խորոված է անում։ Լավ էլ ախորժակ ունի խորոված ուտելու։ Ես դրանցից գլուխ չեմ հանում։ Համ իրար հետ հոր ու տղու պես են, համ էլ առանձին քեֆ են անում իրանց համար։ Գլուխ չանելու բան չկա համո։ Քերոփը գիտի, որ Դավիթը ընտանիքի տղա է։ Ու Դավիթին չի ստիպում, որ հանցագործ աշխարհի քեֆերին ներկա լինի։ Մի խոսքով այդքան բան, Աշոտ ջան։ Լսի դու մարդ դրել ես, չէ՞ որ այդ Դավիթին հետևի։ Հա, բա ոնց շեֆ ջան, ոնց ասել էի, օրը 24 ժամ հետևելու է։ Ու եթե Դավիթը մտափոխվի ու գնա Քերոփին տենա, ես քեզ հաստատ տեղյակ կպայեմ։ Ըստ ինչ որ ասեցիր, կիսարուստ մեկը պայուսակով ինչ որ բան է տվել Դավիթին։ Բայց չիմացա մեջն ինչ կա։ Դե կարևոր չի մեջը ինչա։ Կարևորը այն է, որ Քերոփը եկել է ու Դավիթը հիմա խառն է։ Լսի գիտես ինչ եմ մտածում։ Մտածում եմ դրանք ինչ որ բան են ձեռնարկում իրար հետ։ Ինչ էլ ձեռնարկեն, հաստատ կիմանանք, Աշոտ ջան։ Ոնց էլ լինի վաղը հաստատ կհանդիպեն։ Լավ, կարաս գնաս համո։ Եթե նորություն եղավ անպայման զանգի, ժամ պատարակ գոյություն չունի, կզանգես ինձ։ Դու ստեղ ես լինելու։ Հա, համո, մարդ պիտի տենան, խոսալու բան կա։ Դե լավ, Աշոտ ջան, ես գնամ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ապագա կնոջդ ու աղջիկներիդ հետ խորոված ես ուտում, հա Դավիթ։
լավ կեր, որ շուտով սոված ես մնալու։ Ասացի թող ես կանեմ։ Անահիտ, գնա ապագա ամուսնուդ կողքը հանգիստ նստիր։ Տոնդ ինչ որ դուրս չեկա։ Ինչ ես անում։ Ուզում եմ ուշադրություն իմ կողմ հրավիրել։ Անահիտ, գնա էլի, գնա թող հանգիստ գործս անեմ։ Ինչ է կատարվում քեզ հետ նունե։ Չգիտես ինչա կատարվում Անահիտ։ Ոչ։ Քո մոտ նոր հիվանդություն է հայտ եկել, որը կոչվում է ինքնախաբեություն։ Լավ կլինի վաղը մի հատ հոգեբանի մոտ գնաս։ Իսկ դու լավ կլինի հոգեբույժի դիմես։ Քիչ մնաց կդիմանամ։ Շուտով Իսպանիա կգնամ ու դու հանգիստ քեզ համար կապրես։ Կբացատրես, թե ինչու ես ինձ հետ այդպես խոսում։ Ինչի պատճառով։ Քո հայացքների պատճառով։ Հայացքների։ Այո, Անահիտ, քո հայացքների պատճառով։ Ինչա թե ես էի նստել Դավիթի կողքին, ամբողջ ընթացքում դու ինձ էիր նայում։ Ավելի ճիշտ մեզ։ Մեկ ինձ էիր նայում, մեկ Դավիթին, մեկ ինձ, մեկ Դավիթին։ Նախ ցածր խոսիր, իսկ հետո։ Ոչ մի հետո։ Ինձ ինչ որ բան ասելու փոխարեն գնա ու քո վարքի մասին մտածիր։ Լսիր։ Դուք իմ դիմացն էիք նստած։ Ես էլ կամա թե ակամա ձեզ էի նայում։ Սուր կտրող հայացքով, չէ՞։ Քիչ մնաց։ Վերջ, նունե, վերջ։ Քեզ պարզ ասում եմ։ Դուք իմ դիմացն էիք նստել, եւ ես պարզապես նայում էի առանց որևէ հետին մտքի։ Անահիտ, Դավիթը շատ լավ մարդ է։ Հիանալի տղամարդ է։ Անկեղծ ասած, ես կերասեի, որ նման տղամարդ իմ կողքը լիներ, բայց Վերջացրու նունե։ թող խոսքս ավարտեմ, որ սիրտդ հանգիստ լինի։ Երբ որ այստանից կգնաս, այդ ժամանակ սիրտս կհանգստանա։ Ինչ ասացիր։ Մամ, պապան սուրճ է ուզում։ Մորաքրոջ տասա թող պատրաստի։ Մամա։ Մամային ինչ է եղել, մորքուր։ Ոչ մի բան բալես։ Պապայիդ ասա, քիչ հետո սուրճը պատրաստ կլինի։ Լավ։ Երանի հենց այսօր Դավիթն ամուսնության առաջարկ աներ Անահիտին։ Հենց վաղն էլ ամուսնանային ու ես թողեի գնայի։ Հոգնել եմ արդեն քրոջս մեղադրանքներից, հոգնել եմ։ Պետրովնա դուրը բաց։ Չեմ բացել Ռուբեն տղա։ Ինձ ծայրահեղ քայլերի մի ստիպի որ ես դիմեմ։ Պետրովնա բաց դուրը ասում եմ։ Ծայրահեղ քայլը ո՞րն է կնոջը սպանելը, հա։ Քո նման անուղեղ կնգան կարելի է սարքացնել։ Անուղեղը դու ես այ հիմար, որ հերիք չի այդքան գումար ես պարտվել, հիմա էլ ուզում ես տունը վաճառես։ Տականք։ Պետրովնա ես քեզ սպանեմ, ասում եմ դուրը բաց։ Պետրովնա, բաց ասի։ Չեմ բացելու, այնքան մնատեղ մինչև ինֆակտ ստանաս մեռնես։ Դեստան սեփականաշնորհման փաստաթուղթ է, զիբիլ այդ անտերը տուր ես գնամ, Պետրովնա։ Ծոծորակդ կտեսնես Ռուբեն տղա, բայց ոչ մի փաստաթուղթ չես ստանա։ Պետրովնա, բոլոր սրբություններովս եմ երդվում, Պետրովնա։ Դու այդ փաստաթուղթը տուր ինձ, ու ես քեզ հանգիստ կթողեմ, լսում ես, հանգիստ կթողեմ, Պետրովնա, տուր։ Ինչ սրբության մասին է խոսքը այ հիմար։ Դու սրբություն ունես, այդ տականք։ Արդեն վերջի կաթինն է լսվում, Պետրովնա, լուրջ եմ ասում, դու թե չեք սատկասեմ, լսում ես, աղջի։ Ռուբեն տղա, դու քո այդ ասած զիբիլը երբեք չես ստանա։ Միայն իմ դիակի վրայով, հասկացար։ Միայն իմ դիակի վրայով կտանես։ Չէ, աչքից դու ինձ մարդասպան ես սարքելու։ Պետրովնա ասում եմ տուր, լավ չեմ լսում ես։ Պետրովնա, օգնի Պետրովնա։ Մեկա ինչ էլ ասես չեմ հավատալու։ Կապիկություն մի արա Ռուբեն։ Պետրովնա։ Մեկա ինչ էլ անես չեմ հավատալու Ռուբեն։ Կապիկությանդ վերջ դուր Ռուբեն։ Այ անուղեղ։ Այ հիմար, այ
Ականք։ Ախ, սիրտս։ Պետրովնա։ Վերջ, դե հիմա ասա տեսնեմ ինչի չպետք է իմանայի, որ համոն վթարյա ենթարկվել։ Ինքը քեզ տենց է ասել։ Հա, տենց չի։ Տենց է։ Նորա ջան, ես քո հետ լուրջ եմ խոսում, իսկ դու ինձ նորմալ չես պատասխանում։ Դրան ձեններ լսեցիր։ Ուրախացի ընկերդ եկավ։ Տադամ։ Նայով է եկել ընկերուհի տա։ Պապա, իսկ կոֆեն ուր է։ Վայ, բալես, մոռացա եմ մտքերով է ընկել, հիմա կեփեմ։ Մարգոր, ոնց էր սիրահարված լինես։ Մեծ խոսելու փոխարեն գնա հյուրասենյակի սուրճի բաժակներ բեր։ Քանի հատ բերեմ։ Բացի պապայից հետ ելով ախմում։ Էլով պետք է խմի դու ու մաման։ Ուրեմն գնա 2 հատ բաժակ բեր։ Դու չես խմում։ Մաման չի խմում։ Ինչ գիտես։ Գիտեմ իմ բան, որ ասում եմ։ Լավ հարիկա հարցեր տաս, գնա բաժակները բեր։ Այսօր դու քեզ շատ տարօրինակ ես պահում, Մարգոր։ Արագացրու անի։ Դե, մի ամաչեք ինձանից երեխեք ջան, հանգիստ շփվեք իրար հետ, գրկախ առնվեք, համբուրվեք, ինձ վրա ուշադրություն ընդհանրապես մի դարձրեք։ Ինչպես ասում են, զգացեք ձեզ ինչպես ձեր տանը։ Ախ, այսօրվա նման գիտես չի ցավացել, ոտը սահավորա ցավում։ Դրա համար եկել եմ տուն, որ տեղ խմեմ, քնեմ, հանգստանամ։ Դա ավելի համո, աղջիկը եկել հասել աստեղ, իսկ դու ասում ես գնամ տեղ խմեմ, քնեմ, հա։ Նորա, ես ինձ լավ չեմ զգում։ Իսկ Լիզան ինձ կների։ Կներես չէ, Լիզա ջան։ Ես ուղղակի եկել եի, որ քեզ տեսնեի, բայց եթե ուզում ես կարող եմ գնալ հիմա։ Վայ, ինչ հնազանդ աղջիկ ա մեր հարսիկը, ինչ լավն ա, հա։ Նորա, Այո, եղբայրիմ լսում եմ։ ճանապարհի Լիզային։ 2 օրա ոչ մի տեղեկություն չունի համո քեզանից։ Դրա համար ինքը իր ոտքով եկել հասել է այստեղ։ Նորա, ես ինձ լավ չեմ զգում։ Իսկ Լիզան ինձ հասկանում է, իմ դրության մեջ մտնում է։ Իհարկե, արգելել է զանգի, ինքն էլ եկել է այստեղ։ Կներեք ինձ, ես երևի չպետք է գայի։ Համո, ես ուղղակի Ցավը տանեմ, Լիզա ջան, ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացի, գնա, ցավը տանեմ, գնա։ Ինչ լավ զույգ եք, բայց դուք երեխեք լուրջ եմ ասում։ Ճիշտն ասած, ես երբեք չէի կարող մտածել, որ իմ եղբայրը կարա տենց։ Նորա, դու սուս մնա։ Լիզա ջան, դու էլ գնա, հա? Գնա, խնդրում եմ, ցավը տանեմ։ առողջություն քեզ։ Գիտես, իրականում ես իր քույրը չեմ։ Լիզա, գնա, հա? Ես իր ընկերուհին եմ։ Ինչ։ Համո, ես ինչ է ասում։ Խոսա, համո ջան, աղջիկը քեզ է սպասում, խոսա։ Լսի, ցավը տանեմ, մեռնեմ կյանքիդ, գնա, էլի Լիզա ջան, գնա, ես քեզ վաղը կտենամ, ամեն բան կբացատրեմ, կհասկանանք, ամեն ինչ գնա։ Ասեցի չէ։ Բրավո, Լիզա, ես էլ գիտեի հնազանդ աղջիկ ես։ Լսի, դու հասկանում ես, որ ես ինձ լավ չեմ զգում։ Ես եկել եմ տուն, որ հանգստանամ, ես պետքա դեղ խմեմ, ես պետքա հանգստանամ, իմ վիճակը սենց չի կարելի երկար մնա, գնա։ այդ թող ինքը գնա։ Կմնամ քեզ կխնամեմ, համել կբացատրես, թե ինչ է կատարվում այստեղ։ Լսի այ անչափահաս։ Ո՞լ հեռու մնա Լիզայից։ Մի հատ թող բացատրեմ, եթե ինչ որ մեկը պետք է այստեղից գնա, ուրեմն այդ ինքն է։
Այդ դու չպետք է ասես, այլ Համոն։ Համոն արդեն վաղուց ասել է Ազիզ ջան։ Մենք 10 տարի է միասին ենք, իսկ քո հետ ինքը ընդհանրապես ժամանակ է անցկացնում, հասկացա՞ր։ Նորա ցենդ կտրի, Լիզա, 10 անգամ արդեն ասեցի, դու էլ գնա աստեղից։ Որ գնամ էլ հետ չեմ գալու, գիտես։ Ոտդ էլ այստեղ չմտնի։ Ցենդ։ Չգոռացվել ես ապուշ դավաճան։ Չխփես։ Մի հատ փորձվել ես խփես, կյանքը դժոխք կսարքեմ Համո, հասկացա՞ր։ Նայրիր, որ սուրճդ ուշացրեցի, ուղղակի մտքերով էի ընկել, մոռացել էի, որ սուրճ ես ուզել։ Ոչինչ։ Գաբիի մասին ես մտածում։ Եվ Գաբի, եւ իմ, եւ ձեր։ Մեր մասին ինչ ես մտածում։ Դե մտածում էի, որ շատ լավ ընտանիք կլինեք։ Իսկ քո։ Իմ մասին շատ բաներ եմ մտածում։ Իսկ ամենակարևորը, որ վերադառնամ Իսպանիա ու նոր կյանք սկսեմ։ Ում հետ նույնը։ Նոր կյանք սկսելու համար պարտադիր չէ կողակից ունենալ։ Երբեմն միայնակ ապրելը ավելի հաճելի է։ Երջանիկ է լինելու այն տղամարդը, ում կողքին ապրելու ես։ Երանի Անահիտին, որ քո կողքին է լինելու։ Ինձնից էիք բան ասում։ Շատ ճիշտ կռահեցիր։ Եվ ինչ էիք բան ասում։ Դավիթին ասում էի, թե ինչքան երջանիկ կլինի, երբ դու նրա կինը դառնաս։ Պակաս երջանիկն էլ ես չեմ լինելու։ Չէ, Դավիթն ավելի երջանիկ է լինելու, որովհետև դու անթերի կին կլինես նրա համար ու շատ հոգատար մայր նրա երեխաների համար։ Մի քիչ համեստություն ունեցիր նույնը։ Ինչի՞։ Դավիթը դեռ վերջնական որոշում չի կայացրել եւ անհամեստ է հնչում նրա ներկայությամբ նման բաների մասին խոսելը։ Եթե Դավիթը չի առարկում, ուրեմն հաճելի է նրան մեր խոսակցությունը։ Դու գիտեիր, որ Նունեն վերադառնալու է Իսպանիա մեր ամուսնությունից հետո։ Ինչ ասացիր։ Որ Նունեն վերադառնալու է Իսպանիա։ Չէ, շարունակությունը, ինչ ասացիր։ Դավիթ, Անահիտն էլի է ուզում լսել այդ երանելի արտահայտությունը։ Կկրկնես նորից։ Կկրկնեմ, բայց վաղը, երեխաների ներկայությամբ։ Այսինքն դու վաղ ինձ ամուսնության առաջարկություն ես անելու։ Հա, Անահիտ, այո, իհարկե, բնականաբար։ Դու էլ մի նեղվիր, Դավիթ ջան։ Հայտնի արտահայտություն կա, չէ, կանայք սիրում են ականջներով։ Անահիտն էլ բացառություն չի։ Կթողնեք սուրճս խմեմ։ Իհարկե։ Գնամ մոխրաման բերեմ։ Կարիք չկա, չեմ ծխելու։ Լավ։ Անահիտ, իսկ դու մտածել ես ինչ պատասխան ես տալու Դավիթին վաղը։ Հարցդ անիմաստ հարցերի շարքից էր նույնը։ Ինչի՞։ Դու էլ մտածելու բան ունես։ Իմ պատասխանը բնականաբար դրական է լինելու։ Ես արդեն ատամներս լվացել եմ, գիշերանոցից հագել եմ, իսկ դու դեռ ոչ։ Մարիամ, այսօր բոլորս շատ լավ ժամանակ ենք անցկացրել եւ շատ ուրախ ենք։ Ինչի ես նորից տխրել։ Վաղը ճակատագրական օր է լինելու բոլորիս համար անի։ Իմ մաման շատ լավն է եւ նա քեզ կսիրի այնպես, ինչպես ինձ է սիրում։ Արջուկի տանունը Արշակա, չէ՞։
Որքան դժվար է լինում դու խոսում ես Արշակի հետ։ Ավելի լավ չի իմ հետ խոսած, մեկը Արշակը քեզ չի պատասխանում։ Արշակը անկողմնակալ է, իսկ դու անընդհատ քո մամայի կողմից ես։ Լավ, դե ասա տեսնեմ ինչ ասում Արշակը։ Ասում է, որ վաղը փոխվելու է մեր կյանքը։ Արշակ արդեն չափազանցնում է Մարիամ։ Մենք այսօր ապրել ենք այնպես, ինչպես վաղն ենք ապրելու, այսինքն հաշտ ու համերաշխ։ Վաղը այդպես չի լինելու, Անի, ինչ-որ մի վատ բան է լինելու։ Մարիամ, մամայիս ու պապայի ամուսնությունը վատ բան չի։ Չանի, ես այդ նկատի չունեմ։ Մարիամ, ինա դու ես ան, որ ես վախենամ։ Արշակը ինձ երբեք չի ստում, Անի։ Լավ, վերջ։ Արշակին դիր մի կողմ գիշերանոցը թակի, որ քնենք, արդեն շատ ուշ է։ Երանի ես էլ Անիի նման լինեի, ուրախ ու անհոգ ապրեի, բայց ես նրա նման չէ, ես գիտեմ, զգում եմ, որ վաղը վատ բան է լինելու։ Վաղը կարևոր օր է լինելու, ես կասեի ճակատագրական, հատկապես Դավիթի համար, ով վերջապես հնարավորություն է ստացել երջանիկ լինելու։ Ես կթողնեմ, որ դու երջանիկ լինես, Դավիթ, բայց միայն մի պահ, մի ակնթարթ, ու դու նորից կկորցնես քո կարճատև երջանկությունը, իսկ ես այն ձեռք կբերեմ, քանի որ իրականում դա իմ երջանկությունն է, Դավիթ, իմ, քիչ մնաց, վաղը ամեն ինչ գլխի վայր կշրջվի, ամեն ինչ։